Մերձևանում ընդդիմադիր համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանության առաջին օրն առաջ էր քաշվում քաղաքական պատվերով սպանության վարկածը։ Զուգահեռաբար շրջանառվում վրեժխնդրությունը։ Ներքին գործերի նախարարությունից համոզմունք են հայտնում, սպանությունը հաշվեհարդարի հետևանք է։ Վարկածը շարունակում է մնալ, որ սա շարունակությունն է այս տարվա փետրվարին տեղի ունեցած Մերձևանում տեղի ունեցած միջադեպի հետ։ Մերձևանում Փարաքարի համայնքապետի ու նրա ընկերոջ սպանության գործով ձերբակալված Նարեկ Օհանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում սպանությանն օժանդակելու հոդվածի հատկանիշներով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, փոխանցում է քննչական կոմիտեն։ Պարզ է նաև սպանություն կատարած խմբի մյուս անդամի ինքնությունը, 20-ամյա Գևորգ Հարությունյանն է։ Ըստ մամուլի հրապարակումների նա Մերձավանի նախկին ՔՊԱ-ական համայնքապետ Մհեր Ախտոյանի մտերիմ ընկերն է։ Վրեժխնդրության վարկածը վիճարկում է Վալոդիա Գրիգորյանի համակուսակից Մեսրոպ Առաքելյանը։ Վալոդիա Գրիգորյանի սպանության գործով առաջին անձի փետրվարին սպանվածի եղբոր ձերբակալումից հետո ներքին գործերի նախարարությունը ցուցաբերեց խայտառակ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում։ Սպանությունը ներկայացնելով որպես փետրվարի դեպքերի շարունակություն, կատարելով դատարանի գործառույթ։ Սա իրավապահ համակարգի քաղաքական գնահատական տալու անթույլատրելի դրսևորում է։ Ընդդիմադիր գործիչ է սպանվել, պետք է այս փաստին ուշադրություն դարձնել, շեշտում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Նրա համար կասկածելի է, որ այդ փաստը անտեսվում ու վրեժխնդրության վարկածն է առաջ քաշվում։ Շատ մեծ հույս է տածում, որ նախաքննության մարմինը առաջնորդվի տարբեր վարկածներ քննելով, այսքան արագ վրեժխնդրության վարկածը առաջ չտանի։ Կարծում եմ քաղաքական վարկածը հետ պահելու համար։ Ամեն դեպքում դի հաշվի առնենք, որ ընտրական տարի է առջևում եւ քաղաքական սպանություն որակելը չի ուզենա իշխանությունը։ Գործող իշխանությունից սպասելի չէ քաղաքական սպանություն կազմակերպելու հրամանն, ընդգծում է Արթուր Սաքունցը։ Նրա խոսքով նախընտրական տարվան ընթരാճ ընդդիմությունն ուզում է ողբերգական դեպքին եւս քաղաքական երանգ տալ։ Ակամա առաջ է գալիս քաղաքական պատվերի կամ քաղաքական հաշվեհարդարի վարկածը, բայց եթե չլիներ նախորդ դեպքը, որով դեռևս ուժի մեջ մտած դատական ակտ չկա եւ դատարանի որոշմամբ կամ վճռով մեղավորներ չեն արձանագրված, ապա այդ երկու դեպքերը իրարից տարանջատ հնարավոր չէր դիտարկել։ Այնպես որ ես օբյեկտիվորեն համադրելով այդ տվյալները հենց ի սկզբանե գտնում էի, որ եւ գտնում եմ իհարկե, որ հիմնական շարժառիթը այս հանցագործության վրեժխնդրությունն է։ Երկու իրավապաշտպաններին անհանգստացրել է այն փաստը, որ սպանությունից ժամեր անց Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել, առաջ քաշելով իր վարկածը։ Ժաննա Ալեքսանյանի խոսքով այն նման էր իրավապահներին ուղղված թելադրանքի, իսկ Սաքունցը կարծում է, այդ գրառումը չհաշվարկված քայլ էր։ Փաշինյանը պետք է քաղաքական գնահատականով ու դատապարտելով սահմանափակվեր։ Ձմռանն արտահերտ ընտրությունից առաջ Մերձավանում ՔՊԱ-ական նախկին գյուղապետ Մհեր Ախտոյանի տան մոտ սպանվել էր նրա ազգականը 29-ամյա Գրիգոր Օհանյանը։ Այդ գործով մեղադրյալներից մեկը Վալոդիա Գրիգորյանի եղբայրն էր Պայքար Գրիգորյանը։ Նա տնային կալանքի տակ է։ Ըստ տարածվող տեղեկությունների Վալոդիա Գրիգորյանին սպանել են եղբոր ծննդյան նախօրեին։ Փետրվարի 5-ին Մհեր Ախտոյանի եղբորը եւս իր ծննդյան օրն են սպանել։ Սպանությունը կարող էր կանխվել հատուկ գործողությամբ վերահսկողությամբ։ Նարեկ Սարգսյանի խոսքով բացատրական ու կանխարգելիչ քայլեր էին ձեռնարկվել։ Վեր են հանվում խնդիրներ եւ խնդիրների դեպքում տրվում են լուծումներ։ Եվս մեկ անգամ նշեմ, մարզում միջանձնային կոնկրետ հարաբերությունների հետ կապված խնդիր բարձրաձայնվել է ներքին գործերի նախարարի կողմից եւ դրան հետևել են պաշտոնանկություններ, նոր նշանակումներ։ Իմ նշած անձինք Վաղաշապատի համայնքային ոստիկանության Վաղաշապատի բաժնի պետը, Պարեկային ծառայության գումարտակի հերոմատարը բառացիորեն օրերը որ նշանակվել են։ Իրավապաշտպանները կարծում են, եթե իշխանությունն ու ոստիկանությունը ճիշտ, ժամանակին եւ լիարժեք վերահսկողություն իրականացնեին, այս սպանությունը տեղի չէր ունենա։ Անի Աբաղյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։